Բարև ձեզ, ես Արևիկ Պապյանն եմ, Ալավերդու համար 2 հիմնական դպրոցից։ Սկսենք իմ լաբորատորիան։ Սկզբում ներկայացվում է իմ հերոսի պատմությունը, սակայն եկեք այդ մասը բաց թողնենք և անցնենք անմիջապես փորձերին։ Հիմա արիր փորձենք այս նյութերով ստանալ։ Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է հատուկ փորձերի համար նախատեսված ափսե, լուցկի և ամենակարևորը ամոնիումի բիկրոմատ։ Այստեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչպես պետք է կատարել փորձերը։ Վերցնելով լուցկին, այն վառում ենք։ Հիմա արի վառենք այս ամոնիումի բիկրոմատը։ Ինչպես տեսնում ենք, ռեակցիան արդեն գնում է, ահա սկսվում է դառնալ հրաբուխ։ Ահա մեր մոտ ստացվեց հրաբուխ։ Որից հետո գնում է երկրորդ փորձը։ Արիր փորձենք փոխանակման գեղեցիկ ռեակցիաներից մեկը։ Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է 200 գրամանոց բաժակ, 2 բաժակ թորած տաք ջուր, կալիումի յոդիդ և կապարի նիտրատ, կշեռք, և ամենակարևորը քացախաթթու։ Հիմա արիր կշռենք 1 գրամ կալիումի յոդիդը և լցնենք բաժակի մեջ։ Այստեղ գրամներով մանրամասը հաշվում է։ Լցնենք առաջի բաժակի մեջ, մյուս բաժակի մեջ կապարի նիտրատ։ Կապարի նիտրատով բաժակի մեջ լցնենք 10 մլ քացախաթթու։ Հիմա տաք թորած ջուրը լցնենք բաժակների մեջ, յուրաքանչյուրին 150 մլ։ Այստեղ մեր մոտ խնդիր է տալիս, որ մենք փորձը չենք կարող շարունակել, մինչև չանցնենք մի փոքրիկ խաղ։ Այստեղ ինչպես տեսնում ենք, մեր մոտ վարժանք է տալիս, որը կատարելով աշակերտը ավելի լավ է ամփոփում առաջի մեր փորձը։ Ինչ պետք է միացնել միմյանց հրաբուխ ստանալու համար։ Եվ վերջնական փորձը, այստեղ լցնելով մենք ստանում ենք գեղեցիկ պատկեր։